Դեկտեմբերի 16-ից 21-ը այցելեք իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահ ձեր ամանորյա հրաշքի հետևից։ Սալիկներ, սանկերամիկա, պաստառներ, ջերուցում, լամինատ, դռներ եւ ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար մեկ վայրից։ Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ։ Մեր հյուրն է Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան։ Բարև ձեզ։ Բավականին հետաքրքիր դրսևորումներ է ստանում հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը։ Ադրբեջանից արդեն դուրս է եկել գնացք 22 վագոն, եթե չեմ սխալվում, Ադրբեջանում արտադրված սոքար ընկերության բենզինով, որը գալիս է Հայաստան։ Եվ ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի process-ը գնացել է եւ մենք պետք է ֆիքսենք, որ պատերազմի փոխարեն առևտուր ենք անում։ Պատերազմը կորուստներ է, առևտուրը բարեկեցություն, նշում է պարոն Պապոյանը։ Մենք կարող ենք այսօր, դուք համամիտ եք այդ գնահատականի հետ, ֆիքսենք, որ պատերազմի փոխարեն մենք արդեն առևտուր ենք անում եւ դա այն հիմնական գրավականն է կամ գրավականներից մեկն է, որ պատերազմ այլևս չի լինելու։ Եթե առաջնորդվում ենք փաստի գնահատմամբ, այո, այսօրվա իրավիճակը այնպիսին է, որ կողմերի միջև քայլ առ քայլ հաստատում են առևտրատնտեսական հարաբերություններ, չնայած որ մինչ այդ Ադրբեջանը նման կապերը պայմանավորում էր ինչ-ինչ հանգամանքներով, այսինքն այն շատ պետք է ոչ միայն փաստը արձանագրենք, այլև փաստի իրողության ձևավորման ինչ-որ նախապայմաններ եւ հետագա ընթացք փորձենք կանխատեսել, թե արդյոք միաժամանակյա, կարճաժամկետ, թե երկարաժամկետ հեռանկարի ծրագրավորում է։ Այսօր եւս մի հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նա դիմել է Ռուսաստանին երկաթուղու դեպի Ադրբեջան եւ Թուրքիա մի քանի հատվածների շտաբ վերականգնման համար։ Նա այդ մասին հայտնել է կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Խոսքը գնում է Երասխից դեպի Նախիջևան եւ Ախուրիկի հատվածի միջև Թուրքիա ամբողջական վերականգնման մասին եւ շուտով ըստ պարոն Փաշինյանի նա կբարձրացնի այդ նույն հարցը նաեւ Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետեւ այդ հատվածը եւս հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա ըստ պարոն Փաշինյանի։ Տեսեք ինչ է ստացվում, երբ որ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ խոսեց խաղաղության խաչմերուկից, նախանշելով այն կետերը, որտեղ պետք է լինի սահմանի բացում եւ Ադրբեջանի հետ ստիկեր, շատերը ասացին, որ դա անհնար է։ Եվ առաջին հերթին դա ասացին Ադրբեջանում, որտեղ ասացին Զանգեզուրի միջանցք եւ վերջ։ Ամբողջ կոմունիկացիան պետք է լինի Զանգեզուրի միջանցքով։ Հիմա մենք տեսնում ենք, որ ոչ միայն Զանգեզուրի միջանցքը չեղավ, ինչպես չնայած իրենք ասում են, շարունակում են Զանգեզուրի միջանցքի մասին խոսել, այլ նաեւ փաստացի այն ինչ որ գրված է, ինչ որ նկարած է, պատկերած է այդ պատկերի վրա խաղաղության խաչմերուկի, դա կամաց կարծես թե դառնում է իրականություն։ Եվ ես չեմ կարծում, որ մենք մեր կողմից սկսել ենք վերականգնել երկաթգիծը, իսկ Ադրբեջանի կողմից ոչ։ Այդ թվում նաև հաշվելով այդ Մինվալի հայտնի հրապարակումը, որտեղ նշվում է, որ եթե Վրաստանը իր տրանզիտային բավականին բարձր գները չվերանայվի, ուղղակի Ղազախով Իջևան կներկրվի այդ ամեն ինչը։ Դուք ինչպես եք կարծում, արդյոք իրավիճակ է փոխվում եւ Ադրբեջանը շատ դեպքերում իր անընդունելի նախապայմաններից քայլ առ քայլ հրաժարվում է։ Ու ես կարծում եմ պայմանավորված է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությամբ, որ նա արել է կառավարության նիստից հետո։ Մենք չգիտենք կառավարության նիստում ինչ է քննարկվել։ Այն սիմվոլիկ քայլերի մասին։ Այո։ Մենք ընդհանրապես ծանոթ ենք Անադոլու պետական գործակալության հաղորդագրությանը, որը բնականաբար կազմվել է Էրդողանի աշխատակազմում։ Եթե նման խնդիր, նման հնարավորություն հեռանկար Էրդողանը անոնսավորել է, բայց կարծում եմ, որ կառավարությունը ավելի խորքային քննարկումներ է
արել կամ ավելի խորքային մշակումներ, մանավանդ որ վերջերս Թուրքիայի պատվիրակությունը հայ-թուրքական կարգավորման բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավարը հայկական կողմի հետ հանդիպում ունեցավ հենց Ախուրիկում եւ հանդիպակաց թուրքական կողմում իմ ընկալմամբ երբ Եվրամիության անվտանգության եւ արտաքին հարցերով հանձնակատարը խոսել է TRIP նախագծի արևմտյան ուղղության մասին, ապա նկատի է առնվում նաեւ Երասնախիջևան հատվածը եւ Հայաստանի տարածքով Գյումրի, այնուհետեւ Կարս երկաթուղային հաղորդակցությունը, որը ամենայն հավանականությամբ Եվրամիության նախաձեռնությունն է, չէ՞, այդ հաղորդակցության թիմ 1 շահառուն Չինաստանն է, երկրորդը Եվրամիությունն, այսինքն այդ հաղորդակցությունը ինչի համար է Չինաստան, Եվրամիություն, ապրանքաշրջանառության համար առաջին հերթին աշխարհակաղակական նշանակությամբ Ադրբեջանն է, որ անընդհատ փորձել է ներկայացնել խնդիրը այնպես, որ Նախիջևանի հետ կապն է վերականգնում։ Նախիջևանի հետ կապը այդ մեծ նախագծի մի բաղադրիչներից մեկն է եւ այս առումով շատ ավելի հետաքրքիր է Իջևան-Ղազախ հատվածում հաղորդակցության վերականգնումը, որի մասին իդեպ առաջինը խոսել են ադրբեջանցիները, ադրբեջանական մամուլն է այդ հրապարակումը Վրաստանի հետ կապված անոնսավորել, որ եթե Վրաստանում շարունակվեն բեռնափոխադրումների խոչընդոտները, ապա Ադրբեջանը ստիպված կլինի վերականգնել մինչև Հայաստանի սահման երկաթգիծը, այնուհետև բեռնափոխադրումներ իրականացնել ցամաքային ճանապարհով, ավտոմոբիլային տրանսպորտով, մինչև Հայաստանը կվերականգնի։ Ինչ վերաբերում է, որ վարչապետ Փաշինյանը դիմում է Ռուսաստանին, ապա շատ բնական է, որովհետև կոնցեսիոն կառավարիչը Հարավ-Կովկասյան երկաթուղին է, իսկ դա Ռուսաստանի ընկերությունը եւ այն ներդրումները, որ ժամանակին չեն արվել, պետք է արվեն այսօր, հակառակ դեպքում Հայաստանը իրավունք կունենա խզել վերանայել այդ կոնցեսիոն պայմանագիրը եւ ներդրումներ ներգրավել այլ շահագրգիռ կենտրոններից քաղաքական քայլ է, որին Ռուսաստանը պետք է տրամաբանորեն պետք է շատ արագ եւ դրական արձագանքի, որովհետեւ եթե Ռուսաստանը ցանկություն մտադրություն ունի միանալու Հարավային Կովկասում կոմունիկացիոն նոր համակարգին, այսպես ասենք, ապա պետք է բնականաբար ներդրումներ կատարի։ Այստեղ արտարոց ոչինչ չկա։ Դուք նշեցիք, որ հիմնական շահառուներից TRIP-ի շահառուների ցանկումը Եվրամիությունը եւ իդեպ նաեւ Չինաստանը ինչ որ առումով, բայց դե հարց է առաջանում հաշվի առնելով ամերիկյան ներկա վարչակազմի քաղաքականությունը նույն Եվրամիության ուղղությամբ, որտեղ Եվրամիությունը, ես կարող եմ սխալվել իմ կարծիքով, շատ դեպքերում դիտարկվում է որպես մրցակից, այլ ոչ թե որպես գործընկեր։ Եթե տնտեսության մասին է գնում խոսքը։ Դից հարց է առաջանում, արդյոք Թրամփը շահագրգռված է TRIP-ը բացել եւ օգտագործել որպես Եվրամիության եւ Չինաստանի միջև օրինակ առևտրային հարաբերությունների խթանող գործիք։ Կամ ճանապարհ դեպի նույն կենտրոնական Ասիայի շուկա։ Ես կարծում եմ, որ այո, պետք է շահագրգռված լինի, որովհետեւ Միացյալ Նահանգները տեսեք վերջերս խոսեց Աֆղանստանում ռազմաբազան վերականգնելու մտադրության մասին, դա կենտրոնական Ասիայի բավական անհանգիստ տարածաշրջանը վերահսկելու, վերահսկողության տակ առնելու քայլ է, իսկ միջինը կենտրոնական Ասիայից Անդրկովկաս եւ դեպի Եվրամիություն ապրանքաշրջանառությունը բեռնափոխադրումները կարող օգտակար լինել կենտրոնական Ասիայում իրավիճակը կառավարելի պահելու
համար, այսինքն որպեսզի տարածաշրջանը դուրս չգա աշխարհաքաղաքական վերահսկողությունից, այստեղ մի շարք գործոններ կան, այդ թվում նաև Չինաստանի անհանգստությունը Կենտրոնական Ասիայի հնարավոր իսլամականացման հեռանկարով, որովհետև Չինաստանը ունի ուйղուրական ինքնավարություն, այդ ինքնավարությունը ձգտում է Ղազախստանում ապրող ուйղուրների հետ միավորման ճանապարհով Թուրքեստան պետություն հռչակել, ցույց բազմաթիվ գործոններ կան, որ Միացյալ Նահանգներին պետք է հետաքրեն այնքանով, որ այո, Եվրամիությունը տնտեսական մրցակից է, բայց եթե Եվրամիությունը չէ Կենտրոնական Ասիայում, ապա ով է Կենտրոնական Ասիայում։ Ու այս առումով ԱՄՆ-ն ըստ երևույթին Միացյալ Նահանգները Չինաստանի հետ ուղղակի դիմակայության գոտի չի ուզում ստեղծել։ Ես այդպես եմ հասկանում, այնտեղ փոխարինում է Եվրամիությունը, փոխարինում է Մեծ Բրիտանիան, մի կողմից հակակշռում են ռուսական ազդեցությունը, մյուս կողմից թուլացնում են Իրանի հավանական ներգրավվածությունը, երրորդ կողմից Եվրամիության եւ Չինաստանի տնտեսական համագործակցության միջոցով Միացյալ Նահանգները կարող է Եվրամիության տնտեսության մեջ իր մասնակցությամբ ունենալ իր նաև գործնական շահը, գործարքային շահը, բայց ես այն կարծիքին եմ, որ թերիփ նախագիծը ոչ այնքան Դոնալդ Թրամփի վարչակազմի նախագծումն է, որքան նա ժառանգություն է ստացել դեմոկրատական վարչակազմից, պարզապես չեղյալ չի հայտարարել։ Այսինքն սա արդեն պայմանավորել հանրապետական վարչակազմով կամ Դոնալդ Թրամփի։ Եվ դա մեզ համար լավ է, դա դրական է։ Իհարկե։ Ու գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական համաձայնեցված պայմանագիրը պետք է նախաստորագրվեր անցյալ տարվա դեկտեմբերին։ Արտաքին գործերի նախարարներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար այս ձևաչափով կամ պետք է նախաստորագրվեր, կամ պետք է հայտարարեին, որ բանակցային գործընթացը այդ 17 հոդվածների շուրջ այլևս ավարտված է։ Ալիևը չեղյալ հայտարարեց այդ հանդիպումը, խնդիրներ ունենալով կամ պետքարտուղար Բլինկենի կամ նախագահ Բայդենի հետ, եւ ըստ էության 2025 թվականի օգոստոսի 8-ի հետ համաձայնությունը ստորագրվել է, ասենք 8 ամսվա ուշացումով, որ պետք է տեղի ունենար դեմոկրատների վարչակազմի օրոք։ Այս առումով ծրագրավորումը նորություն չէ, եթե ռետրո հայացքով նայում ենք, վերջերս էլ կառավարությունը Ղարաբաղյան կարգավորման առաջարկությունների մի փաթեթի մի մասը հրապարակայնացրեց, ակնհայտ դարձավ, որ դեռևս 90-ական թվականների սկզբից Մեղրիով հաղորդակցություն հաստատելու ծրագիրը ամերիկյան կողմի նախաձեռնությունն է եղել կամ գաղափարն է եղել։ Այս իմաստով մեծ է նաև Թուրքիայի նկատմամբ ազդեցությունը պահպանելու հանգամանքը Միացյալ Նահանգների համար, որովհետև Թուրքիան էլ մյուս կողմից պնդում է, որ դա թուրանական միջանցք է, թուրանական երթուղի է, թուրքական նախագծի, չգիտեմ, մեկ դարից ավելի թուրքական երազանքի իրականացում է, ամենայն հավանականությամբ այս նարատիվները Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական ծրագրավորումներին չեն ներգրվում, եթե մեղմ ասենք, եթե չասենք, որ Միացյալ Նահանգները աշխատում է, որպեսզի թուրքական աշխարհը կամ թուրանական միությունը չկայանա։ Իդեպ թրիպի մասով կարծիք հնչեց նաև Մոսկվայից արտգործնախարարության
չի պաշտոնյաներից մեկը Ոմն Կալուգինը երեք հայտարարել է, որ Ռուսաստանը եւս հետաքրքրված այդ նախագծում եւ երբ որ մանրամասները པարզ կդառնան, ցանկություն ունի Հայաստանի հետ քննարկել այս նախագիծը, որից հետո Ռուբեն Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ հայտարարեց, որ որևէ քննարկումներ Մոսկվայի հետ այս առումով չեն գնում, չեն ընթանում։ Եվ ահա այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ նույն ճեպազույցի ժամանակ նշել է, որ ինչ վերաբերվում է թրիփին, ապա Ռուսաստանի հնարավոր մասնակցությանը դա Հայաստան-ԱՄՆ երկկողմ նախագիծ է եւ երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով։ Չգիտեմ ինչու, պարոն Աթանասյան, իմ մոտ կա տպավորություն, որ Ռուսաստանը փորձելու է կապել այդ երկու հարցը, մեկը, որը մենք քննարկեցինք, այդ Ղազախի երկաթգիծը Իջևան, Նախորիկ, Թուրքիա, այդ ներդրումների հարցը թրիփի հետ հնարավոր սեփական մասնակցությամբ եւ փորձելու է այստեղ սակարկել եւ առևտուր անել։ Դուք ինչպես եք կարծում։ Ես այդ խնդիրը վտանգավոր եմ դիտարկում ինչ առումով, որ տեսեք Աշխաբադում տեղի է ունենում Էրդողան, Պուտին, Պեզեշքյան, Պուտին հանդիպումներ, բանակցություններ, որից հետո Ադրբեջանը գործուղում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը, որ տասնամյակներ շարունակ վերահսկել է, այսպես ասած, Հարավկովկասյան ուղղությունը, Ռուսաստանի արտգործնախարարությունը, Գալուզինի պարտականությունը Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, նախկինում Լեռնային Ղարաբաղի խնդիր այս ինքն էր կուրատորը։ Այո։ 2 օր նա գտնվել է Բաքվում, քննարկումներ է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարարի հետ, ազգանուն չեմ հիշում այս պահին, եւ այդ քննարկումները ամփոփել է Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ Սա արդեն բարձր մակարդակ է, արտաքին գործերի նախարարի մակարդակից բարձր է եւ մի քանի օր չանցած ահա հնչում է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Կալուգինի այդ հայտարարությունը զուգահեռաբար Ադրբեջանում մամուլը շրջանառության մեջ է դնում նախկին արտգործնախարար Զուլֆիգարովի այն տեսակետը, որ այո, երկաթուղին Հայաստանի տարածքով է անցնում, բայց Ադրբեջանինն է։ Խորհրդային տարիներին վերահսկել է Ադրբեջանի երկաթուղու վարչությունը։ Որտեղից է ծնվում այս գաղափարը, իրոք դա այդպես է եղել։ 1967 թվականին Խորհրդային միության կառավարությունը Անդրկովկասի երկաթուղիների վարչությունը բաժանել է երկու մասի։ Մեկը մնացել է Թբիլիսիում, մյուսը առանձնացվել է որպես Ադրբեջանի երկաթուղու վարչություն։ Վտանգը ոչ թե նրանում է, որ ասենք դա հայտարարում է, որ Ռուսաստանը թրիփ ծրագրի մասնակցելու ցանկություն ունի կամ իրավունք ունի։ Ես կարծում նա ասել է իրավունք ունի։ Բերելով փաստարկներ, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Սյունիքի հարավում ռուս սահմանապահներ կան, նույնիսկ երկաթուղու լայնությունը ռուսական է, ոչ թե ասենք եվրոպական։ Մենք օրինակ չգիտենք, Ադրբեջանը միջև Աղբենդ Զանգելա միջև Հայաստանի հետ սահման երկաթուղի կառուցում է։ Այդ երկաթուղին ռուսաստանյան լայնքի է, թե եվրոպական։ Ադրբեջանական երկաթուղիները ռուսաստանյան լայնքի չեն։ Նոր կառուցվող գիծը, ասենք նոր կառուցվող գիծը ինչ տրամաչափի է, ինչ լայնքի է, մենք չգիտենք։ Բայց պետք է կարևորություն տալ, ես կարծում եմ Զուլֆիգարովի ասացին, որտեղ Զուլֆիգարովը ասում է այն ինչ որ Ալիև չի ասում։ Տարածքի հանդեպ, Հայաստանի տարածքի հանդեպ որևէ հավակնություն չունենք, դա Հայաստանի սուվերեն տարածքն է, բայց քանի որ երկաթուղի նախկինում կառավարվել է Ադրբեջանի երկաթուղու վարչության կողմից, այդ հատվածը Զանգեզուրի միջանցքի վերակենդանացումն է թեզի ուղղակի այլ անվան տակ։
Այո, Սա է տեղի ունենում։ այո։ Եվ այստեղ վտանգը նա է, որ Ալիևը կարող է, հնարավոր է, որ Ալիևը Ռուսաստանյան այդ նարատիվով գայթակղվի։ Եվ ըստ էության օգոստոսի 8-ի համաձայնությունները պետք է ընդունենք, որ Ալիևի համար շատ ծանր են, որովհետև ու ավելի քան 2 տասնամյակ դա մշտապես շեշտել է, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է, մենք այնտեղ պետք է վերադառնանք, չգիտեմ, մի ժամանակ ասում էր տանկերով կվերադառնանք, հետո ասում էր որ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով կվերադառնանք։ Մշտապես ընդգծում է, որ Զանգեզուրը բոլշևիկյան Ռուսաստանն է նվիրել Հայաստանին 1920 թվականին, եւ այս խոսույթը Սյունիքի մասին կիրառում է նաեւ Ռուսաստանը։ Ռուսաստանյան փորձագետական հանրությունն էլ բազմից շեշտել է, որ 29800 քառակուսի կիլոմետր տարածքի համար Հայաստան պարտական է բոլշևիկյան իշխանությանը, որտեղ Ալեքսանդրապոլի պայմանագիրը այդքան տարածք Հայաստանի համար չէր նախատեսում։ Մի խոսքով, այս խոսույթների համընկնումը արդյոք քաղաքական է։ Ու ես չեմ կարծում, թե Ալիևը կարող է ուղղակի այսպես ճակատային հակադրվել Թրամփի երթուղուն, հարաբերություններ փչացնել Թրամփի հետ։ Բայց ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման Պուտին-Թրամփ գործարքի մասին որ խոսում են։ Դուք այդ գործարքը չունի գաղտնի չհրապարակվող մաս, որ կարող է վերաբերվել նաև Սյունիքի հարավին։ Նաև այստեղ պետք է ուշադրություն դարձնենք հանգամանքին, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նման հայտարարություն արել է Ուկրաինայի հարցով բանակցությունների ամենակրիտիկական փուլում։ Այսօր փաստորեն եվրոպացիները եւ ամերիկացիները գոնե ընդհանուր գծերով համաձայնեցրել են Ուկրաինայի անվտանգության եւ վերականգնման հետ կոնֆլիկտային վերականգնման ծրագրերը գնդակը գտնվում է Ռուսաստանի դաշտում։ Ռուսաստանը պետք է պատասխանի ընդունում է թե չի ընդունում։ Սյունիքի հարավում հաղորդակցությունների բացումը կարող է Պուտինը օգտագործի որպես Թրամփի հետ երկխոսության չոր հավելյալ նյութ թեմա։ Տեսեք համաժամանակյա ռուս-ամերիկյան տարաձայնություններ են ցակում Վենեսուելայի շուրջ։ Արտգործնախարար Լավրովը երեք հանդես է եկել Վենեսուելայի ինքնիշխանության պաշտպանության դիրքերից վերագրելով, որ Միացյալ Նահանգները խախտում է Վենեսուելայի ինքնիշխանությունը, եթե նրա տարածքում ինչ-որ քաղաքացիական նավերի դեմ գործողությունների դիմում։ Խոսքով Ռուսաստանը ուկրաինական կարգավորման առաջարկությունը մերժելու համար կարող է հավելյալ փաստարկներ փնտրել, հավելյալ բանակցային թեմաներ առաջ բերել, որից մեկն էլ Սյունիքի հարավում հաղորդակցությունն է, մանավանդ որ Ռուսաստանը մշտապես պնդել է, որ Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական կարգավորման եւ ընդհանրապես խաղաղության գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ 2020-22 թվականներին պայմանավորվածությունների հիման վրա եւ 3+3 ձևաչափում։ Սա գուցե ինչ-որ առումով ռևերանս է նաեւ Իրանի եւ Թուրքիայի ուղղությամբ, բայց ես մնում եմ այն տեսակետին, որ 43 կիլոմետրանոց երկաթուղային հատվածի նախկինում ադրբեջանական կառավարման ենթակա լինելու մասին Զուլֆուգարովի հայտարարությունը բոլորովին է պատահական չէ, մանավանդ որ նա ամփոփել է, որ մոռացության տալ այդ իրողությունը նշանակում է
չեղյալ հայտարարել ԱՄԱԹ-ի ԱՊՀ ստեղծման հռչակագիրը։ Շատ Այսինքն զուգահեռ է տարվում այն փաստաթղթի հետ, որը հիմքերից մեկն է խաղաղության պայմանագրի, որը պարաֆիրացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այո, եւ դա շատ ենթատեքստային ու մտորումների տեղիք տվող հայտարարություն է։ Պարոն Աթանասյան, միանշանակ ձեր կողմից քաշված վարկածը ըստ որի Պուտինը եւ Թրամփը կարող են որպես ենթակետ ուկրաինական բանակցությունների համաձայնեցնել Սյունիքի հարավի տարածքով հարավով անցնող ենթակառուցվածքերի տնօրինումը, բայց տեսեք, փորձենք հասկանալ ինչ իրավիճակ է այսօր։ Ռուսաստանը այսօր հենց Ուկրաինայում պատերազմի արդյունքում լծակներ չունի այստեղ աշխատելու։ Ադրբեջանը, ինչպես նշեցինք եւ համաձայնվեցինք, փորձում է փաթեթավորել Զանգեզուրի միջանցքը, Զիլֆովարովի հայտարարությունը, հիմա էս մի թրեկով հիշելով, որ 60 քանի թվականին սովետի ժամանակ եղել է ադրբեջանական երկաթուղի։ Բայց չէ՞ որ այս պահին մենք ունենք սեղանի վրա թրիփ մի փաստաթուղթ, որի տակ ստորագրել են Հայաստանը եւ ԱՄՆ-ն, եւ որին դեմ չէ իր ստորագրությամբ պարաֆիկացված պայմանագրով Հայաստանի հետ Ադրբեջանը, ըստ որի այստեղ կա երկու որոշող, մեկը Հայաստանն է, մեկը ԱՄՆ-ն է։ Հիմա ինչը պետք է ստիպի Դոնալդ Թրամփին հարավում, հարավային Կովկասում մի թրեկում, որը տանում է դեպի Կենտրոնական Ասիա եւ այստեղ ինքը աշխատում ռուսների եւ չինացիների դեմ, որևէ զիջումների կդա Ռուսաստանը, բայց դեպքում, երբ որ այդ ուկրաինական ճակատում է որոշվել այս հաջողությունը ամերիկյան մեր տարածաշրջանում եւ Կենտրոնական Ասիայում, ինչ պիտի Պուտինը իրեն առաջարկի, որ ինքը այդ ձեռքբերումներից հրաժարվի։ Սա էլ է չէ տրամաբանական հարց։ Ու ես տպավորություն ունեմ, որ Ռուսաստանում եւ Ադրբեջանում ուկրաինական կարգավորման գործընթացը գնահատում է այնպես, որ դրանով որոշում է նաեւ հետխորհրդային տարածքի, ամբողջ հետխորհրդային տարածքի ճակատագիրը։ Ադրբեջանը մերթ ըմբոստություն է հայտնում, զգուշանալով, որ հնարավոր է, որ ինքը կորցնի այսօրվա ինքնիշխանությունը։ Մերթ կարծես թե համակերպվում է այն, եթե հետևենք այդ փորձագիտական արձագանքից, հաշտվում է այն իրողության հետ, որ հնարավոր է Ռուսաստանը այնքան կտրուկ դնի խնդիրը, որ Միացյալ Նահանգները համաձայնեն հետխորհրդային տարածքը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու։ Այստեղ կարևոր հանգամանք է թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Ինչ վիճակում է այսօր ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։ Տեսեք, Էրդողանը ըստ տեղեկությունների Աշխաբադում Պուտինին ակնարկել է S-400 զենիթահրթիռային համակարգերը վերադարձնելու հարցը, որպեսզի ընդգրկվի F-35 5-րդ սերնդի կործանիչների արտադրությանը եւ ձեռք բերի այդ կործանիչները, որովհետեւ տարածաշրջանում բալանս խախտում է։ Իսրայելը ունի, Սաուդյան Արաբիան, Հունաստանը գիտեմ, Հունաստանը ունի, Սաուդյան Արաբիան շուտով ձեռք կբերի առնվազն 40 միավոր F-35 եւ Թուրքիան այստեղ պաշարված է մնում բոլոր կողմերից։ Թուրքական բլեֆը, որ քան 5-րդ սերնդի ազգային կործանիչ է արտադրելու, փաստորեն ոչ մեկին չի ուզում, որտեղ պարզ է, որ Թուրքիան այդ տեխնոլոգիաները չունի։ Պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից կամ Եվրոպայից կամ չգիտեմ Իսրայելից, իսկ նրանք չեն տրամադրի այդ տեխնոլոգիաները, որովհետև այդ մրցակցությունը շատ ուժեղ է։ Բայց առումով Թուրքիա Միացյալ Նահանգների պայմանավորվածության դաշտում է, թե կարող է վերստին ռեանիմացնել Ռուսաստանի հետ գործընկերություն Ադրբեջանի համար էլ ես կարծում եմ այս բանը անհասկանալի է, բայց գիտեք սովորաբար գործարքները քողարկելու համար ցուցադրական քայլեր են արվում։ Ես օրինակ այդ տպավորությունը ունեմ այս վերջին օրերին, որ աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործը, որ
Կրեմլի միջոցով փորձել է իշխանապողություն իրականացնել, բայց դամենը քարոշչական բան է, որպեսզի ուշադրությունը սևեռվի այն նարատիվի վրա, որ ահա ռուս-ադրբեջանական հարաբերությունները հասնում են ճգնաժամային կետի։ Միջդեռ իրականում նման բան չկա։ Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, ստրատեգիական հարցերում Ալիևը չափազանց զգուշավորություն է ցուցաբերում 4 անգամ, առնվազն 4 անգամ Ուկրաինայի նախագահը հանդիպում առաջարկեց անցած 1.5-2 տարիներին, բայց Ալիևը մշտապես խուսափում է Զելենսկու հետ օֆիցիալ։ Իհարկե ինչ-որ միջոցառման շրջանակներում ձեռքսեղմում մի քանի խոսք փոխանակել Լևանը, սա այն չէ, ինչին ձգտում էր Ուկրաինան, ինչ ուկրաինացիներին թվում էր, թե Ալիևը իրոք Ռուսաստանի հետ արմատական խզման է գնում, մանավանդ անցյալ տարվա դեկտեմբերի հետ օդանավի խորտակման պատմությունից հետ, բայց Ալիևը որևէ ընդառաջ քայլ չարեց։ Ալիևը կոշտ քայլ չի անում նաև Իրանի նկատմամբ։ Չնայած, ասենք, Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակ պահպան, բայց որևէ կոշտ քայլ չի անում, եւ վերջապես Ադրբեջանը չնայած Միացյալ Նահանգների հորդորին հրաժարվեց Գազա զինվորականներ ուղարկել, միանալու այդ կայունացնող միջազգային ուժերին, իսկ դա մեծագույն նվեր է Թուրքիային, որը ձգտում է Գազայում ռազմական ներկայացուցիչները, բայց Իսրայելը անընդհատ դա արգելափակվեց, Թուրքիան կարող է ադրբեջանական գործոնը օգտագործել եւ որպես Ադրբեջան ներկայանալ, ասենք, Իսրայելի հետ հարաբերություններում։ Սա երևի լուրջ ավելի իրազեկ աղբյուրների տրամադրած տեղեկությունների հիման վրա ուսումնասիրությունների թեմա է, բայց ֆոնային տպավորությունը այս է, որ առայժմ մենք չենք կարող վստահ լինել, վստահաբար պնդել, որ ռուս-ադրբեջանական ինչ որ գործարքի հավանականություն չկա։ Եվ սա ըստ երևույթին ամենալուրջ մարտահրավերն է Հայաստանի դիվանագիտության համար։ Գիտեք, Ալիևը Եվրոպայի հետ ճիշտ է Գազային համաձայնագրեր եւ այլն, բայց միշտ էլ բարդ հարաբերություններ ունեցել եւ այսօր էլ ունի։ Եվ Եվրոպա, Ռուսաստան արմատական, արդեն կարող ենք ասել արմատական հակասություններից նա փորձելու է անպայման ինչ-որ շահ քաղել, թե մեկից, թե մյուսից, որտեղ կհաջողվի, որ կողմը կլինի ավելի ազդեցիկ, սա էլ իհարկե լուրջ հանգամանք է, ու ընդհանուր առմամբ եկեք չմոռանանք, որ Ալիևյան իշխանության, վերևս Հեյդար Ալիևի ժամանակներից Ալիևյան իշխանության գեներատորը եւ երաշխիքը Մոսկվան է, անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Շարունակենք հետևել իրադարձություններին, շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Աթանեսյան, ձեր նկատառումների եւ տեսակետների համար։ Մեր հյուրն էր Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, իսկ ես եթերը փոխանցում եմ իմ գործընկերներին եւ մենք մեկնելու ենք Էջմիածին։